Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, այսօր մենք սկսելու ենք նոր պոդքասթ խորաթա, որտեղ որ մենք խոսալու ենք հիմնականում Վրաստանում բնակվող էթնիկ հայ փոքրամասնության խնդիրներից, մշակութային հարցերից, սոցիալ-պոլիտիկական եւ տնտեսական մարտահրավերներից պոդքասթը հաջակցում է Շվեյցարիայի դեսպանատունը եւ Մաուցխեբելի հեռուստատեսությունը պոդքասթը նկարահանում ենք 3 ընկերներով ես Տիգրան Թարզյանը, Էդիկն ու Հենոն պոդքասթում այսօր մենք խոսանք հիմնականում փոքր ակնարկ կունենանք Վրաստանում հայ էթնիկ հայերի բնակվելու, բնակչություն հաստատելու, էթնիկ հայերի մարտահրավերներից, խնդիրներից, նաև խոսանք վրաց-հայկական հարաբերություններից եւ ավելի շատ ներքին հարաբերություններից, համաապրելակերպի իրավիճակից եւ այլ մարտահրավերներից, որոնք որ շատերին հայտնի է, բայց շատ քիչ է խոսացվում եւ ընդանուր կեզրափակենք այն ամենով, թե ինչպես ենք տեսնում մենք մեր ապագան ընդհանրապես Վրաստանում։ Սա հիշեցման կարգով, որ առաջի պոդքասթն է, կլինեն նաեւ ուրիշ պոդքասթներ տարբեր թեմաներով, որոնք որ ակտուալ են հայ համայնքի համար եւ ոչ միայն հայ համայնքի, այլ ընդհանուր Վրաստանում ապրող հայերիս համար, բայց այս մասին կամ քիչ են խոսացել, կամ չի խոսացվել ընդհանրապես, կամ չի լսում այն ձայները, որոնք պետք է լսվեին։ Դրա համար առաջարկում եմ սկսենք պոդքասթը, հենց հայերի փոքր ակնարկ, թե ինչպես հայերը վերահաստատվեցին Վրաստանում, քանի որ ներկապային ըստ վիճակագրության Վրաստանում ապրում է 4.5%, 4.5% հայ բնակչություն, կոմպակտ ապրում են Ջավախքում, Սամցխե Ջավախեթի հիմնականում 3 մունիցիպալիտետում, քաղաքապետարաններում, դա Ախալքալաքնի նոցմինդա Ախալցիխ է, որի այսպես հիմնականում մեծ մասը հենց գալիս է հայ բնակչության կոմպակտ հենց Ջավախք այս 3 մունիցիպալիտետից հայեր ապրում են կոմպակտ նաև մեծ մասը երկրորդ այսպես ասած մեծ մասը Թբիլիսի հայերը, որտեղ բնակվում են Թբիլիսիի տարբեր շրջաններում հայեր ապրում են նաև կոմպակտ Քվեմո Քարթլիում եւ հայեր ապրում են ընդհանրապես Վրաստանի գրեթե բոլոր ռեգիոններում, դա լինի Բաթում, Աջարիայում, օրինակ Բաթումում, այնտեղ կա հայ, այսպես ասած, փոքր էթնիկ խումբ, որոնք որ երկար տարիներ ապրում են այնտեղ, մոտավոր թիվը երևի 6000 հայ ապրում է, դա 14 թվականի տվյալներով, վերջին մարտահամարը տեղի ունեցել 24 թվականին ներկապային ուղղակի իմ մոտ չկա այդ տվյալները, բայց կճշտենք եւ կտեղադրենք եւ տարբեր Գորիայում են ապրում հայեր ապրում են այլ տարբեր ռեգիոններում այսօր խոսելու ենք հենց թե փոքր պատմական ակնարկով թե ինչպես են վերաբնակվել հայերը Վրաստանում ու խոսք տալիս եմ ձեզ Նաև կարող եք 1-2 խոսքով, քանի որ առաջի պոդքասթն է ներկայացնել ձեզ, որտեղից եք, ու իմ համար իհարկե անակնկալ չէ թե դուք որտեղից եք, բայց պրոֆեսիայով ինչ եք սովորում, գիտեմ որ ուսանողներ եք, սովորում եք Թբիլիսիում, ու ընդհանրապես ինչ սպասումներ ունեք մեր այս պոդքասթից Շնորհակալություն Ողջույն, ես Էդիկ Կամալյանն եմ, Քվեմո Քարթլիից, Շամյան գյուղից, սովորում Իլիայի պետական համալսարանում, 4-րդ կուրս քաղաքագիտություն
Եվ հույս ունեմ, որ շատ հետաքրքիր ու լավ ոդկասթներ կնկարենք, որ մեծ որ շատերի կհետաքրքրի ու այն թեմաներին կանադառնանք, որ իսկապես մեր հայ համայնքին հուզում է ու անհրաժեշտ է։ Ողջույն, ես Հենրիխ Մալխասյան, ես Ջավախից եմ, սովորում եմ Իվան Ջավախիշվիլի անվան Թբիլիսի պետական համալսարանում միջազգային հարաբերությունների ուղղությամբ երկրորդ կուրսում։ Պոդկասթների սպասելիքը այն է, որ հանրային կարծիքը այս քննարկվող թեմաների շուրջ ավելի կբարձրանա եւ ինչ որ արդյունավետ արդյունք կունենա կոնկրետ հայ համայնքի վրա իրենց մասին ինքնակրթվելու, իրենց գիտակցությունը բարձրացնելու այս խնդրի շուրջ եւ եթե դեմ չեք սկսեմ ես սկզբից Արևելյան Վրաստանում հիմնականում հարավ-արևելյան Վրաստանում հայերի բնակեցման ժամանակագրության մասին փոքր ակնարկով սկսեմ այնտեղից որ հայերը Վրաստանում բնակեցված ամենահին էթնիկ փոքրամասնություններից մեկն են հрьяաների հետ միասին հայերի ներկայության մասին առաջին գրավոր փաստերը տանում են մեզ մինչև 4-րդ դար, երբ Սուրբ Նինոն Վրաստան եկավ հարավից Հայաստանից Վրաստանում տարածելու քրիստոնեությունը, առաջին գրավոր փաստերը այդտեղ է ներկայացված, որ Սուրբ Նինոն երբ գիշերելու եկավ Ջավախքում, կոնկրետ Փարվանան լճի մոտակայքում, որտեղ հիմա գործում է Սուրբ Նինոյի մոնաստերը, վանքերը, այդտեղ նա գիշերեց եւ այդ ում մոտ որ գիշերեց հովիվներ էին նրանք, իսկ այդ հովիվները կոնկրետ նշված է որ գրավոր աղբյուրներում ազգությամբ էթնիկ հայեր էին այդ հովիվները, որը բացարձակ վկայում է մասին, որ այդ ժամանակներից դեռևս 1700 տարի առաջ այդտեղ բնակվածված է եղել հայերով։ Եվ ներկայիս Ջավախքի հայ համայնքի այսպես հիմնական հայ համայնքը ձևավորվել է 1828-ից 1830-ական թվականներին ռուս-թուրքական պատերազմների ֆոնին։ Համայնքը հիմնականում ներկայացված է Էրզրումից բնակեցված հայերի կողմից կայացված է այդ Էրզրումի վիլայետից։ Էրզրումի վիլայետից Օսմանյան կայսրության ամենամեծ մեկ վիլայետներից, նաև կան Ղարսի վիլայետից, Մուշի վիլայետից, Բիթլիսից, բայց հիմնական մասը կազմում է Էրզրումի բնակչությունը։ Էրզրումի բնակչությունը այստեղ է հայտնվել 1828 թվականին ռուս-թուրքական պատերազմների արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ դրանից հետո արդեն մի քանի ռուս-թուրքական պատերազմներ էլի տեղի ունեցան, օրինակ 1878 թվականին, այդ ժամանակ նույնպես արդեն գրացում էր հայ համայնքի Արևմտյան Հայաստանից հայ համայնքի խոսք դեպի Ջավախք ու համայնքը ավելի մեծանում էր, ավելի գունաշատ էր դառնում։ Համաձայն եմ, քանի որ ես նույնպես ինքս Նինոց Մինդայից Ջավախքից եմ, ուզում եմ նշել հենց այդ 1826-28 թվականների տարահանումը, վերաբնակեցումը դեպի Ջավախք, դա այսպես ասած գեներալ Պասկևիչի այդպես ասած վերաբնակեցում են անվանում, որտեղ որ 1826 թվականից սկսեցին Անդրեապոլի Զավի պայմանագրի ներքո վերաբնակեցին 34000 հայ այսօրվա Ջավախետի Ջավախքի տարածաշրջանում որոնք մինչև մի ապրում են 2 տարից շատ է ինչ բնակվում են Վրաստանում, նաև համաձայն նրանք որ Ջավախքի տարածաշրջանում ապրել են մինչ այդ ապրել են էլի հայեր, դա կարելի է օրինակ մեր հենց բարբարներից էլ տարբերել, օրինակ չգիտեմ, եթե վերցնենք Գանձայի կամ Փոկայի կամ Նինոց Մինդայի, Հեշտիայի բարբարները, որոնք որ տարբեր են, դա հաստատում է այն, որ տարբեր տեղերից են եկել եւ կան փաստեր, որ մինչեւ մեր Պասկևիչի վերաբնակեցումը Օսմանյան կայսրությունից, որտեղ եղել են շատ ծանր դեպքեր, հայատացության, հայերի այսպես ասած ինքնության եւ այլն վիրավորանքների եւ այդ ամեն ինչի ներքո տեղահանվել են դեպի հարավային Վրաստանի տարածք, այն ժամանակ այդ ամենը այսպես ասած իմպերիայի, ռուսական իմպերիայի գուբերնիայի տարածքներ, որտեղ
վերահաստատել իրենց բնակությունը հայերը հենց այդ բարբարներից էր կարելի ենթադրել թե իրենք Արևմտյան Հայաստանի որ կողմից են կամ բարբարներ, որոնք նաև վերահաստատում են, որ ոչ թե Արևմտյան Հայաստանի այսպես ասած տարահանվածներ են, այլ տեղի բնակիչներ են, որն ավելի հին ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Վրաստանում հայերի բնակությանը, կարող ենք ավելի շատ հետ գնալ մինչև անտիկ դարաշրջաններ Քրիստոսից առաջ, որովհետև երկու հարևան պետություններ միշտ ունեցել են լավ հարաբերություններ, չգիտեմ, կրոնական, քաղաքական եւ հին դարաշրջանում այդպես ավելի շատ կրոնական բնույթով, որոնք միշտ իրար հետ են եղել, հայերը աշխարհագրական տարածքով ավելի հարավ են եղել եւ միշտ այսպես ասած թշնամին պատերազմները եւ այլն հարավից է եկել վտանգը, դրա համար ավելի շատ տեղափոխվել եւ հաստատվել են դեպի հյուսիս հարևան պետություն, որն որ հենց Վրաստան պետությունն էր, Քարթլին, եւ ընդհանրապես հենց չգիտեմ, Քվեմո Քարթլի մասով ուրիշ տվյալներ ունենք, որի մասով խոսա էթիկը ու կանցնենք ավելի այսօրվա Վրաստանին, այսօրվա հայասարավությանը, որն բնակվում է Վրաստանում։ Ինչպես արդեն նշեցինք, հայերը արդեն դարեր շարունակ ապրում են Վրաստանում ու սենց ասած առաջի հիմնականում հայ համայնքը Քվեմո Քարթլիում ձևավորվեց, Քարթլի տարածաշրջանում ձևավորվեց Դավիթ Շինարարի ժամանակաշրջանում եւ ինքը հայերին վերաբնակեց Քվեմո Քարթլի եւ հայերը ակտիվ մասնակցում էին քաղաքային կյանքում նաեւ կարելի է նշել Քարթկախեթի թագավորության ժամանակաշրջանը եւ Էրեկլե II թագավորը վերաբնակեց նաեւ հայերին Քվեմո Քարթլի ընդհանրապես Քարթլի տարածաշրջան մոտ տարածաշրջան եւ հիմնականում այդ հայերը զբաղվում էին արհեստությամբ Նաև հարկ է նշել ռուսական կայսրության ժամանակաշրջանը եւ այդ ժամանակ նաև զգալիորեն շատացավ հայերի քանակը Վրաստանում մոտավորապես օրինակ 1804 թվականին Ցիցիանո եւ Վրաստան վերաբնակեց մոտ 2000 հայ այսօր արդեն եւ մինչ այսօր հայերը շատ 19-րդ դարում օրինակ Թբիլիսիում բնակչության 92% ծավալն 19-րդ սկզբում հայ էթնիկ հայերը, այդպես ասեմ, որովհետև ժամանակ Թբիլիսիում մեծամասնություն օրինակ ինչպես այսօր Ջավախքում որտեղ Ախալքալաքում եւ Նինոսմինդայում 93-95% ծավալ բնակչության հենց էթնիկ հայերն են կազմում սակայն դարերի ժամանակաշրջանում այսպես ասած այդ վիճակագրությունը փոխվել է նաև կարող ենք այստեղ անդրադառնալ այն մարդկանց անվանումով մարդկանց որոնք իրենց մեծ ներդրումն են ունեցել Վրաստանի տարբեր տարիների տարբեր դարաշրջաններում իրենց ներդրումն են ունեցել եւ իրենց այսպես անվանումն են թողել եւ Թբիլիսիում շատ են, ահա որ շատ են, հենց կարելի ասել Թբիլիսի հիմնադիրներն են, որպես այսպես Սոլոլակի կամ այսօրվա Ռուսթավելի պողոդայի ամբողջ ժառանգությունը թողել են հայերի օրոք, այսպես մեծ աշխատանք են տարել, հա, չգիտեմ, այնտեղ բժշկություն կլիներ, գիտություն կլիներ, տեսություն կլիներ, հա, էկոնոմիկա եւ այլն, այդ ամենի մեջ հայերն իրենց շատ մեծ ներդրում են։ Իսկ նաեւ շատ մեծ ներդրում են ունեցել, չգիտեմ, թատրոնի մշակույթի մասով, Սունդուկյանի թատրոնը, այնտեղ չգիտեմ, հետեկանք ավել է այսպես խորհրդային միության ժամանակ, չգիտեմ, ունեցել ենք Փարաջանով, որն որ ծնունդով եղել է Թբիլիսահայ որն շատ մեծ մեծություն է Արամ Խաչատրյան իսկ ինչ վերաբերվի ընդանուր ջավախահայերի մոտ իհարկե ունենք այդպիսի մշակութային մեծ գործիչներ բայց ցավոք լեզվի թե չգիտեմ
ավելի շատ մոտ լինելով աշխարհագրական դիրքով Հայաստանին, իրենց այսպես ասած իրացումը գտել են ավելի շատ Հայաստանում եւ ավելի շատ իրենց այսպես ասած մշակույթային թե անվանումը ստացել են ավելի շատ Հայաստանում։ Օրինակ կարող ենք հիշել Վահան Տերյանին, մեր մեծերից, ով որ ծնունդով Գանձայից է, բայց ցավոք սրտի իր այսպես ասած իրացումը, իր ժառանգությունը թողել է ավելի շատ հայաստանյան գրականության մեջ, հա, որովհետև այսօր ցավով ենք նշում, որ այսպես ասած այս ուղղությունով երևի ոչ էլ աշխատում են, որ բերենք որպես Վրաստանում ծնունդով հայ մեծ պոետ, բանաստեղծ, գրող բերենք դեպի այսպես ասած Վրաստանի իրականության մեջ էլ, որովհետեւ իրեն ճանաչի նաև Վրաստանում ապրող բնակիչները։ Շատ են ունեցել, չգիտեմ, կարող եմ այսպես մեծ անվանում ունեցողներից կարող ենք հիշել նաև Կարզախից Աշուղ Ջիվանին, ցավոք սրտի Ջիվանին նույնպես իր այսպես ասած հիմնականում ստեղծագործել է հայերեն լեզվով եւ իր այսպես ասած անվանումը ստացել է հենց Հայաստանում ու իրացրել է իրեն ամբողջությամբ Հայաստանում, նաև Ջիվանու հետ կապված շատ հետաքրքիր փաստեր կան, որ բացի Հայաստանից նաև մեծ գործունեություն ունեցել նաև Թբիլիսիում, քանի որ այն ժամանակներում այսպես ասած ամբողջ Կովկասի կենտրոնը, ամբողջ արևելյան այս տարածաշրջանի կենտրոնը Թբիլիսին է համարվել ու նշեցինք արդեն Թբիլիսի հայերի գործողությունների մասով եւ այդ ամենը հենց իր հետքը թողել է, որովհետեւ Թբիլիսիում նույնպես Ջավախքից այսպես ասած ծնունդով Ջավախքից այստեղ նույնպես ունենա իրենց դերակատարությունը, կարելի է ասել, որ այսօր չունենք ճիշտը Սայաթ-Նովայի նման բազմալեզու Ջավախահայեր, ովքեր ստեղծագործել են թե վրացերեն, թե հայերեն, թե պարսկերեն եւ այլն, բայց ունենք Ջավախահայեր, որոնք իրենց այսպես ասած մեծ ներդրումն ու մեծ շնորհքն են թողել, բայց ցավոք սրտի էլի հայերեն լեզվով եւ հասանելի չէ վրաց հասարակության, այսպես վրաց հասարակությունը նկատի ունենալով այն բոլոր փոքրամասնություններին եւ մեծամասնություններին, որոնք ապրում են Վրաստանում։ Չգիտեմ, եթե ավելացնելու ինչ-որ բան ունեք այս մասով, կարող ենք, քանի որ արդեն նշեցի, որ մշակութային ինչ-որ մարտահրավերներ շատ ունենք, իհարկե շատ մարդիկ ունենք, չգիտեմ, 19-րդ դարում նամանավանդ շատ մեծեր ունենք, որոնք թե Մոքարթի հայ հասարակությունից, թե Թբիլիսի հայ հասարակությունից, թե Ջավախյան հայ հասարակությունից, որոնք նաև քաղաքական գործունեությամբ են զբաղվել, որոնք նաև բարեգործություններով են զբաղվել եւ այլն, այս մասին կարող ենք շատ խորանալ, շատ խոսել, բայց իմ կարծիքով սա առանցին քննարկելու, առանցին ավելի բանի մատյուրի հետ քննարկելու թեմա է, դրա համար ես առաջարկում եմ ավելի շատ, քանի որ մարտահրավերներից սկսեցինք, անդրադառնանք նաեւ հայ հասարակության այն մարտահրավերներին, որոնք ցավոք սրտի այսօր շատ մարտահրավերներ ունենք ու ծառացած են մեր այսպես ասած առաջ եւ ընդհանուր խոսանք այն մարտահրավերներից, որոնք որ ավելի շատ օրինակ այսօր երիտասարդներով են կապված, անհանգստացնում են երիտասարդներին եւ այլն։ Նո, ամենաառաջի խնդիրը իմ կարծիքով ամենամեծ մարտահրավերը պետական լեզվի չիմացության խնդիրն է, ճիշտ արդեն տարիներ շարունակ խոսում ենք այս թեմայի շուրջ, վերջի տարիները էլ ավելի ակտուալ է դարձել այս խնդիրը, բայց իմ կարծիքով հələ կխոսենք այս խնդրի շուրջ եւս տարիներ շարունակ, քանի որ այս նենց խնդիրը, որ հաստատ պետական լեզվի իմացության խնդիրը մի տարում կամ երկու տարում չենք կարող վերացնենք, որ ամբողջ հայ համայնքը առնվազն կոմունիկացիայի համար, որ կոմունիկացիայի ոնց ասեմ, այնքան իմանա, որ կարողանա կոմունիկացիայի մեջ մտնի վրացիների հետ, այս շատ մեծ խնդիր է ներկայացնում եւ առաջին հերթին երիտասարդության համար եւ ամբողջ հայ համայնքի համար, որովհետեւ մեծ խթան է հանդիսանում, որպեսզի ինտեգրվեն լեզվի խնդրի համար, օրինակ Մաուցխեբելին ունի նկարած Փարվանա գյուղում ուսուցիչ Անուշակ Մկրտչյանին, չգիտեմ, Անուշակ Մկրտչյանը նաև եղել է 10 լավագույն ուսուցիչների շարքում, որոնք խոսում է հենց այս խնդիրների մասին, որը
պրոֆեսիայով, հա, մասնագիտությամբ ուսուցիչ է, խոսել է հենց էթնիկ փոքրամասնությունների ընդհանուր այդ էնոբրիվի բարիերը սածը, այստեղ ոչ միայն այսպես լեզվական բարիերի հետ, հա, խնդրի հետ գործ ունենք, այլ նաև ունենք համակարգային խնդրի հետ, ընդհանուր եթե այսպես անդրադառնանք այս կրթության հարցին, հա, որովհետև այնտեղ խնդիրներ ունենք նաև մեր մայրենի լեզվի հետ, որովհետև դպրոցներում ժամանակահատվածը ինչքան ես հիշում եմ իմ տվյալներով երևի շաբաթական 2 ժամ են ընդամենը տրամադրում, շատ քիչ, որպեսզի դու քո մայրենի լեզուն սովորես, իսկ ընդհանուր այսպես լեզու սովորելու համար ինչ որ հիմք է քեզ պետք է, որտեղ որ այսպես կոմունիկացիան, ինչպես որ նշեցիր դու հայերենով, օրինակ Ջավախետիում, Ջավախքում, չգիտեմ, Լինոցմինդայի մունիցիպալիտետը վերցնենք թե Ախալքալակի կամ յուրաքանչյուր այդ մունիցիպալիտետներից յուրաքանչյուր գյուղ, որտեղ որ խոսում եմ միայն հայերեն լեզվով, դու չունես այսպես ասած քո ինչքան էլ լավ սովորես, հա, վրացերեն եւ այլն, ռեալիզացման տեղ դու կարող ես կարդալ վրացերեն տեքստեր, բայց չես կարող խոսել, քանի որ պրակտիկ չես կարող, այսպես ասած, փորձնականորեն այդ լեզուն կիրառել, խոսող չկա։ Դպրոցում հայերեն ես խոսում, դուրս ես գալիս հայերեն ես խոսում, խանութ ես գնում հայերեն ես խոսում, դպրոցում դասի ժամանակ սովորացնում է վրացերենը հայերենով, դասատուն հայը հայերենով խոսում վրացերենով։ Դա արդեն առանցին ինչ որ ավելի մեծ խնդիր է, երբ որ չունենք ուսուցիչների, հա, նորմալ կոմպետենտ ուսուցիչների քանակ, չգիտեմ, տարբեր ծրագրեր են մշակվում կրթության գիտության նախարարությունից, բայց այդ ծրագրերը մշակվում են մենակ կենտրոնից, ու կենտրոնից հենց գալիս են, այսպես ասած, ռեգիոն, շրջան, այնտեղ այդ ամենը չի աշխատում, այդպես ասած։ Այստեղ նաև հատկանշական է նշել, որ կրթության մասով, օրինակ, կարտածածի հասկանալը, հա, ծագիտ խորից գազրեպա, չգիտեմ, այնտեղ լոգիկա եւ այլն, տարբեր ուսումնասիրություններ կան։ Վերջի ուսումնասիրությունը, որ ես ուսումնասիրել եմ, դա PISA-ի ուսումնասիրությունը, որտեղ որ ցույց է տալիս, թե օրինակ վրացական դպրոցներում եւ հայալեզու դպրոցներում կամ ադրբեջանալեզու դպրոցներում էթնիկ փոքրամասնությունների շրջաններում թե ինչքան տարբերությունը, հա, թեկուզ հենց կարտալու հասկացության վերաբերյալ շատ մեծ է տարբերությունը վրացալեզու եւ հայալեզու դպրոցներում։ Տվյալները անպայման կտեղադրենք այստեղ, որովհետև այսպես բանավոր չեմ հիշում, բայց այն որ տարբերությունը շատ մեծ է, այդ հաստատ։ Կրթության մասով իմ կարծիքով էլի կանդրադառնանք, որովհետև այստեղ շատ մեծ խնդիրներ ունենք, հիմնախնդիրներ ունենք։ Քանի որ դու այնու ավելի հետասարդ ես, կարող ես, չգիտեմ, այս մասով մի քանի բառով Ես էլի կփորձեի անդրադառնալ կրթական համակարգին, որովհետև ըստ ինձ Վրաստանի հայերի, վիրահայերի բոլոր խնդիրները, թե սոցիալական, թե մշակութային, թե հասարակական կյանքի մասնակցության, թե քաղաքական կյանքի մասնակցության խնդիրների հետ կապված խնդիրները բոլորը ծագում են կրթական համակարգից։ Այսինքն կրթական համակարգը բխեցնում է լեզվի չիմացության խնդիր, կրթական համակարգը բխեցնում է կոնկրետ մասնագիտության ու կոնկրետ առարկաների մասին տեղեկություն ունենալու շատ ցածր մակարդակ, թեկուզ պատմություն կամ աշխարհագրության մասին որ խոսենք, այսինքն այն կերքերով քո ասած խնդրի հետ է կապված, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում վերլուծության, կարդացածի վերլուծության խնդիր կա, այսինքն ցենտրի հետ համեմատած ավելի ցածր է մեր մոտ, այսինքն ըստ դրա նաև կերքերը, տասակերքերը ավելի այն դյուրին են կազմված ազգային փոքրամասնությունների համար, որն հետագայում առաջացնում է բալանսի խախտում կենտրոնի բնակիչների, ազգության վրացիների եւ ազգային փոքրամասնությունների կրթության տարբերության մեջ այդ չի վերաբերվում միայն լեզվին, այլ վերաբերվում է կոնկրետ մասնագիտությունների, առարկաների, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Այստեղից ինչի նշեցիք, ծագում են հասարակական ու քաղաքական խնդիրները։ Եթե մարդը չի տիրապետում երկրի պետական լեզվին, չի կարող մասնակցել քաղաքական կյանքին, հասարակական կյանքին։ Եվ լիարժեք քաղաքացի։ Լիարժեք քաղաքացի չի կարող համարվել։ Ու այդտեղ լիարժեք քաղաքացի համարվել երկրորդ խնդիրն էլ կա, իմ կարծիքով ավելի կարևոր խնդիրը, որ
հենց կառավարությունը թե պետությունը քեզ միջ տեսնում է որպես երկրորդ քաղաքացի, օրինակ որն կարելի է օգտագործել, չգիտեմ, սև մասսա ասեմ, այդ ծև ինչ որ մասսա, Սև աշխատաշուկա երևի, հա։ Որնոր չունի կրթություն, որնոր չի ստանում ինֆորմացիա, օրինակ, չգիտեմ, հանրայինը չի տրամադրում նորմալ ինֆորմացիա, հա, որովհետև արդեն երկար ժամանակ է, 6 ամսից ավել է ինչ հանրայինի, ինչ սկսվել է Վրաստանում այս process-ները, հանրայինի դիմաց ամեն օր ելույթներ են, ցույցեր են, որոնք որ խնդրում են եթեր, հա, մենք նույնպես հայերս այնտեղ կանգնած խնդրում ենք եթեր հենց հայերեն լեզվով, որովհետեւ ընդանուր, չգիտեմ, Վրաստանի սոցիալական, քաղաքական, տնտեսական, թե ընդանուր փոքրամասնությունների իրավունքների մասով նորմալ տեղեկատվություն տրամադրվի հանրայինով, հենց հայերենով էթնիկ հայ փոքրամասնություններին կամ էթնիկ ադրբեջանցի փոքրամասնություններին ադրբեջաներով իհարկե այնտեղ նկատի ունեմ, բայց ցավոք սրտի ինչ ունենք, ես ինչքանով հիշում եմ, ընդանուր 1 ժամանոց Մոամբե ասվածը կարևոր լուրեր, հա, ժամը 9-ի կարևոր լուրերը սինխրոն թարգմանություն է։ Ուրիշ ոչ մի բան, մեկ էլ, չգիտեմ, միջազգային լուրերը հայերենով շատ վատ թարգմանված հայերենով տրամադրում են, նաև խնդիր կա, ուրիշ խնդիր, օրինակ շատ եմ առնչվել Ջավախքում, շատ գյուղերում հանրային հեռուստադիտությունը ալիքը չկա, որովհետև, չգիտեմ, Բարսալեր շրջանը ենք, Ջավախն ենք ինքնիրենով, գյուղեր, որոնք որ 2000 ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա են գտնվում, այդտեղ նույնիսկ ալիք չկա, հանրային ալիքը ցույց չի տալիս, ինչ մնանց խոսանք, ասած հայերենով, որովհետեւ տրամադրվի այդ մարդկանց ինֆորմացիայի տեղեկատվական վակուումի մասով շատ կարող ենք խոսալ, որը նույնպես ազդում է այն ամենի վրա, որ մենք այսպես ասած ներգրավված չենք հասարակական կամ քաղաքական process-ների մեջ, իսկ ինչ վերաբերում է այսպես կենտրոնը միշտ մեզ տեսել է որպես, չգիտեմ, ընտրություններին ձայն տվող ինչ որ մասսա կամ մենակ մեր հետ հանդիպում եմ, չգիտեմ, 4 տարի մեկ, որպեսզի ինչ որ իրենց անդրական շահերի համար օգտագործեն եւ այլն։ Այս մասն էլ կարող ենք առանցին քննարկել, չգիտեմ, ընտրությունները ընդհանրապես առանցին թեմա է, ավելի մեծ թեմա։ Այստեղ կարող ենք այս լիարժեք քաղաքացի, թե ինչու համար չունենք այսպես ասած լիարժեք քաղաքացի ծավալվել այստեղ, բայց նախքան այդ ես ուզում եմ, քանի որ Էդոն այսպես ասած ավելի շատ մի տարածաշրջանում է ապրում, աշխատում, որտեղ կոմպակտ չեն այդպես, հա, հայերը, այսպես ասած մեծամասնություն չեն, ինչպես Ջավախքում է, ավելի շատ խառը բնակչություն է, չգիտեմ, այնտեղ վրացիներ են ապրում, էթնիկ ադրբեջանցիներ են ապրում, ու էթնիկ ադրբեջանցիները, որոնք կոմպակտ ապրում են Քվեբոքարտիում, կրթության մասով լինի, թե չգիտեմ, այստեղ ինչ խնդիր քննարկեցինք, ինչ մարտահրաշ քննարկեցինք, հիմնականում նույնն է։ Չգիտեմ, նաև ունի փորձ Թբիլիսիում ապրելու ուսանողական այս տարիների ընթացքում եւ ապրում է, ինչ այսպես էս մեր քննարկած ընդհանուր ինչ որ տարբերություն կամ չգիտեմ ավելի մոդիկ լինելով կենտրոնին, որովհետև շատ մեծ է հա տարբերություն, չգիտեմ, Մարնեուլից մինչև Թբիլիսի եւ Նինոց Մինդայից մինչև Թբիլիսի, դրանով էլ պայմանավորված, որ մենք ավելի շատ այսպես փակ շրջանում ենք ապրում, կապ չկա, չգիտեմ, կես ժամվա ճանապարհը մինչև Թբիլիսի Մարնեուլից եւ 3 ժամվա ճանապարհը Նինոց Մինդայից կամ Ախալքալակից մինչև Թբիլիսի, այս մասով ինչ որ տարբերություն, չգիտեմ, հասարակության կամ այսքանով կամ ինչքանով էդիկ ավելի շատ առանցին կարող են քննարկել, թե տարբեր շրջաններում ապրող հայերը ինչքանով են միասնական այս խնդիրների շուրջ եւ այլն։ Ինչ վերաբերում է Քվեբոքարտին, իմ կարծիքով Սամցխի Ջավախեցուն Քվեբոքարտին այս խնդիրն առումով որ համեմատենք, իմ կարծիքով տարբերություն շատ մեծ չկա, քանի որ նույն պետական ազգի չիմացության խնդիրը Քվեբոքարտիում է, որովհետև կոմպակտ էթնիկ ադրբեջանցիներ են բնակեցվում, էթնիկ հայեր, կոմպակտ սաղ իրենց գյուղերում, իհարկե կան վրացիներ, բայց քանի որ կոմպակտ են բնակեցված,
էլի մեծ խնդիր առաջացնում, որ թեկուզ դպրոցում սովորած վրացերենը կամ ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ ինքը երնով սովորած վրացերենը օգտագործի պրակտիկայում եւ այլ ավելի զարգացնի իմացությունը նույն խնդիրի ինֆորմացիոն տեղեկատվական վակուումը, որ նշեցիք, նույն տեղեկատվական վակուումը այդ խնդիրը նույն արդի է մեր մոտ քվեմոքարտլիում, քանի որ հայերեն ամեն դեպքում հայերեն լեզվով տելեկանալներ մենակ հայկականից Հայաստանի կա, բայց հենց որ հայկական հայերեն լեզվով որ իմանանք տեղեկացնել մեզ ինչ է կատարում Վրաստանում ցավոք սրտի չկա ու այդ ամեն ինֆորմացիան ստանում ենք կամ հայկական ալիքներից կամ Հայաստանի Հանրապետությունը, չգիտեմ, ինչ որ իրավասություն էլ չունի, որ Վրաստանի քաղաքացիներին, թեկուզ էթնիկ հայերին ինչ որ տեղեկացնի թե ինչ է կատարում Վրաստանում։ Ոչ պարտականություն ու ոչ իրավունք։ Հա, իհարկե։ Իմ կարծիքով նույն խնդիրն է, ինչ որ Սամսկը Ջավախեթիումը նույն խնդիրները քվեմոքարտլիումը, քանի որ ստեղել են նույն էթնիկ փոքրանոցները բնակեցվում ապրում։ Իսկ ինչ վերաբերում է Թբիլիսին, երբ որ ես տեղափոխվեցի Թբիլիսի, այստեղ կարելի է ասել, որ շատ տարբերվող աշխարհ է, ասենք քվեմոքարտլիուց Սամսկ Ջավախեթի հետ համեմատած, որովհետև Սամսկ Ջավախեթիում եմ մի քանի անգամ եղած, քվեմոքարտլիում եմ ապրել ու որ տեղափոխվեցի ուրիշ աշխարհ է, թե այն առումով, որ հայերը ու վրացիք շատ համախմբված, իրարից այդտեղ կարելի ասել հայերը ինտեգրված են այդտեղ ապրում, համեմատած ռեգիոնների հայերի համեմատ, քանի որ այդտեղ իրանք ծնվել, մեծացել ամենակարևորը պետական լեզուն գիտեն, տիրապետում են պետական լեզվին, որը արդեն շատ մեծ առավելություն է իրենց տալիս, որպեսզի զգան որպես լիարժեք քաղաքացի ու Վրաստանի տեղեկացված են։ Ավելի տեղեկացված են ու շատ են տարբերվում ռեգիոններում ապրած հայերից, բայց նաև կարելի է նշել, որ Թբիլիսի հայերը նույնպես շատ մարդահրավերներ ունեն մշակութային առումով։ Հա, դա առանցին քննարկման ինչպես նշեցի։ Լինել ինտեգրված չի նշանակում, որ մենակ ընդունել այն մշակույթը ու լեզուն, որտեղ ապրում ես։ Մենակ այն, որ ինտեգրումը ասիմիլյացիա չպետք է հայկական համայնք կա, հա, շատ մեծ հայկական համայնք կա ապրում, էթնիկ հայեր են ապրում Թբիլիսիում, բայց Թբիլիսի հայերը չունեն ներկայացություն օրինակ տեղական Սակրեբուլոյում, Ավականիում, կամ քաղաքապետարանում, կամ հենց խորհրդարանում։ Իսկ ամբողջ խորհրդարանում ամենը երկու հայ է, որոնք որ Ջավախքի տարածաշրջանից են, Ախալքալակի եւ Նինոցմինդայի տարածաշրջանից են ծագմամբ։ Ինչ վերաբերում է ընդհանուր Թբիլիսի հայերին, որոնք այսպես ասած մեծ մարդահրավերներ ունեն, ինչպես ցեցի մշակութային եւ այլն, մշակութային եւ սոցիալական, չգիտեմ, տնտեսական եւ այլն, դա նույնպես ինտեգրացիայի, հա, ճյուղերից է, որնոր, այսպես ասած, որնոր չկա, այսպես ասած, մեծ ներկայացություն չունենալու պատճառով, չգիտեմ, կամ ուրիշ խնդիրների պատճառով, այս խնդիրներից ու թե իր պատճառների մասին ավելի լավ կլինի մյուս մեր թեմաների շրջանում իհարկե կանդրադառնանք ու կունենանք համապատասխան հյուր, ով որ այս խնդրի մասին կխոսա ընդանուր։ Չգիտեմ, խոսացինք նաև այդ Սրուլ Փալոսովանի մոկալակե լիարժեք քաղաքացու այդ չգիտեմ Կրզնոբա զգացմունքի մասով ինչքանով են իրենց պատկերացնում, չգիտեմ, այսօր կարող ենք խոսալ մենակ ուղղակի այս թեման եզրափակելու համար, մենակ տնտեսական առումով կարող ենք խոսալ այս մասով, քանի որ Նինոցմինդա Ախալքալակի բնակչության ընդհանուր կապ, այսպես ասած, չգիտեմ, մենակ տնտեսական այդ բարտերային փոխանակման ժամանակը, երբ որ վրացիները գորեից ինչ որ մեկ գալիս է այնտեղ խնձոր կամ, չգիտեմ, կամ Աջարիայից, Գորիայից ապելսին կամ մանդարին ծախելու, իրենք փոխանակում են, չգիտեմ, այնտեղ կարտոֆիլով կամ գյուղատնտեսական այլ մթերքով, պաներով, օրինակ, որ նոր տարածված է, այսպես ասած, գյուղերում, մենակ այդ ժամանակը, որտեղ թե Ջավախքում ապրող հայը իր այսպես քիչ
ռուսերեն իմացությունով կամ Վրաստանից այլ տարածաշրջանից գալող վրացին կամ ադրբեջանցին, այսպես ասած էլի իր ռուսերենով իրար հասկանալով այդտեղ էլ չի օգտագործում այսպես ասած պետական լեզուն կամ եւ այլն մենակ այդ մասով կարելի է այսպես փոխանակման, փոխինտեգրացիայի, փոխշփման, կոմունիկացիայի ու այստեղ լիարժեք քաղաքացիու մասին խոսք լինել էլ չի կարող, ուղղակի որպես կոմունիկացիայի առիթ օգտագործել կամ չգիտեմ ինչ որ մեկը ով գնում է այնտեղ Բաթումիում կամ Թբիլիսիում ինչ որ իր անձնական գործով կամ այստեղ Ախալքալակի կարտոշկան այդպես բրենդ ստացած կապ չունի Ծալգայից թե Ախալցեխից կարևորն Ախալքալակի կարտոֆիլ որտեղ որ այստեղ համապատասխան շուկայում վաճառել դեպքում ինչ որ փոխանակում լեզվի, հա չգիտեմ, այստեղ այս ամենի մասով իմ կարծիքով ավելորդ է որպես այդ ամենը ներգրավենք որպես լիարժեք քաղաքացի զգալու լիարժեք քաղաքացի, չգիտեմ, բացատրությունն էլ իմ համար օրինակ իմ համար հարաբերական է, հա, եթե մեկի համար դա լիարժեք քաղաքացիություն է նշանակում, այն օրինակները, որոնք ես բերեցի, չգիտեմ, կարտոշկայով փոխանակում կամ ինչ որ այդ էկոնոմիկական այդ բարտերային սիստեմայով իմ համար դա չի նշանակում, իմ համար ավելի շատ լիարժեք քաղաքացի նշանակում է այն, որ քո այսպես ասած ներկայացուցիչները, քո խնդիրները քաղաքական ներկայությունը, քո տեղում հասարակական թե ուժեղ հասարակություն ստեղծելը, հասարակական կազմակերպություններ ունենալը եւ այլն ակտիվություն ցուցաբերել յուրաքանչյուր խնդրի նկատմամբ, այլ ոչ թե մենակ լսել ու ոչ մի ձայն չհանել ու այդպես անձայն մնալ կամ չքննարկել այն հարցերը, որոնք որ մինչև հիմա քեզ վերաբերվում են, քո այսպես ասած առաջ ինչ որ մարտահրավերներ են ներկայացնում, օրինակ մենք ունենք Ջավախահայերը ունեն շատ մեծ խնդիր քաղաքացիական այդ խնդիրը գражданствоյի խնդիրը որն շատ մեծ իրենից խնդիր է ներկայացնում հենց տեղացիների համար չգիտեմ ոչ օֆիցիալ տվյալներով 13000-ից ավել մարդ կորցրած ունի իր քաղաքացիությունը, բայց սա, չգիտեմ, շատ հին տվյալ է, օրինակ 20 թվականից առաջ ստացած ոչ օֆիցիալ տվյալ է, որտեղ ներկայացուցիչներից մեկը, պետական ներկայացուցիչներից մեկը պետական աշխատող, ասեմ, չգիտեմ, հանրային ներկայացուցիչ մեկը, որ այդպիսի տվյալ ներկայացրեց, թե այսօր ինչ կանա ոչ մի ինստիտուտ այդ տվյալը չի ներկայացնում, թե Ջավախահայերի քանի տոկոսն է կորցրած, բայց այն որ յուրաքանչյուր գյուղում ենք ապրում կամ մեր տարածաշրջանում, գիտենք որ շատ է, գրեթե գյուղերի մեծ մասը, քանի որ գնում են արդակնա աշխատանքի, կորցրել են իրենց քաղաքացիությունը ու այդ քաղաքացիան համար ուղղակի, չգիտեմ, ինչ որ մեծ բան պետք չէ, ինչ որ քաղաքական կամք պետք, որովհետեւ այդ խնդիրը համապատասխան ձևով ներկայացվի, այդ խնդրի շուրջ բնակչությունը ակտիվանա, այդ խնդիրը օրակարգ դրվի, հա, բացառության կարգով, օրինակ, չգիտեմ, այնտեղ ընդունվի համապատասխան օրենք կամ փոքր նորմատիվ, որտեղ որ այդ օրենքը կխոսա, այսինքն այդ օրենքը թույլ կտա բացառության կարգով Ջավախքում կորցրած Ջավախքի բնակիչը, որ կորցրել է իր քաղաքացիությունը, չգիտեմ, հարցազրույցի հիման վրա վերադարձնի իր քաղաքացիությունը, այլ ոչ թե այսօր ինչ ծեվի է օրենքն ինչ է ասում, օրենքն ասում է արի քննություն տուր վրացերեն լեզվով, որբիսի վերադարձնես քո քաղաքացիությունը, իսկ ընդհանրապես վերականգնելու համար, որպես միայն Վրաստանի քաղաքացի դառնալու համար, դու պետք է 3 քննություն արդեն տաս Վրաստանի սահմանադրությունը, Վրաստանի պատմությունը ու վրաց լեզուն։ Այս խնդիրն էլ շատ մեծ խնդիր է, դրա համար այսպես ուղղակիորեն անդրադարձա այդ խնդրին, որն որ քեզ թույլ կտա այսպես ասած նորմալ քաղաքացի զգալու, որ այդ պետությունը լսի քո խնդիրը ու այդ խնդիրը ինչ որ ձևով լուծի, ինչպես նշեցի, այստեղ քաղաքական կամքի խնդիրը, ուրիշ ոչ մի այդպես մեծ խնդիր չկա։ Այդ քաղաքացիական խնդիրներ ոչ մենակ Ջավախահայերը իհարկե պատմական թե իրավաբանական կոնտեքստով տարբեր է, ունեն նաև Կախետիում քիստերը, չեչենները քրիստոնյա, որոնք կորցրել են նույնպես, բայց իրավաբանական ուրիշ, այսպես ասած,
պատմություն ունի, թե իրավաբանական ուրիշ կոնտեքստ ունի։ Նաև այդ թուրք մեսխեր, որ անվանում ենք, ռեպատացիայի ենթարկված մեսխերը, ովքեր նույնպես ունեն քաղաքացիական խնդիր հենց մեր մոտ Ախալցիխեի եւ Ադիգենի տարածաշրջանում։ Այսքանով եթե այս լիարժեք քաղաքացի, այսպես ասեմ, ավարտենք, բայց էլի անդրադառնալու ենք այս թեմաներին, չեմ կարող եք դուք էլ մի երկու խոսքով անդրադառնալ։ Նու եթե կարելի է ես մեի լիարժեք քաղաքացի ու որպեսզի այսպես անդրադառնանք վերջի մեր հարցին, ժամանակու շատ քիչ ժամանակ ունենք, որպես ժամանակ տրամ։ Ես կարճ կանդրադառնամ ուղղակի նրա մասին։ Ուղղակի վերջի հարցն էլ հիշեցնեմ, թե ինչպես ենք տեսնում մենք մեր ապագան։ Հայ երիտասարդները ինչ ձևով կարող են ավելի ակտիվ ներգրավել քաղաքական, մշակութային եւ հասարակական կյանքում, այդ մասին էլ որպեսզի խոսենք մի քանի րոպեով ու ավարտենք մեր այսօրվա ոդկասթը։ Ինչ վերաբերում է քաղաքացի ոչ լիարժեք քաղաքացի լինելու մասին, այստեղ ես կոնկրետ փաստով եմ ուզում խոսել, որտեղից է ծագում խնդիրը, ինչից է ծագում, կոնկրետ փաստով եմ ուզում խոսել։ Վրաստանում հայ բնակչությունը, ինչպես նշեցի սկզբում, կազմում է մեր Վրաստանի բնակչության 4.5%-ը գրեթե։ Ну 167,000 հայ։ 167,000։ Եթե համեմատություն անենք այս նույն առումով ուրիշ երկրների հետ, որտեղ գոյություն ունի նաև հայ բնակչություն, օրինակ վերցնենք Ֆրանսիան, որտեղ հայ բնակչությունը 2%-ը չի կազմում ընդհանուր բնակչության։ Ну այնտեղ համեմատականը, քանի որ Ֆրանսիայի բնակչությունն ավելի մեծ է։ Հա, ավելի մեծ է, ու քանակով ավելի շատ է, միլիոնի են հասնում, բայց տոկոսային առումով մեզանից քիչ են։ Այսինքն մենք 4.6% ենք 160-ից 170,000 ենք, իսկ այնտեղ մեկ տոկոսային առումով չէ, ավելի շատ դժվար համեմատել, որովհետև բնակչության 2%-ը դա եթե թվականակի հետ նու Վրաստանի չէ, Ֆրանսիայի բնակչությունը մոտավորապես 65 միլիոնից ավել է, այսինքն 2%-ը մոտավոր 1.5% կկազմի, եթե չեմ սխալվում։ Այսինքն տոկոսային առումով Վրաստանի թե ինչքանով Վրաստանը Ֆրանսիայի բնակչությունը։ Ընդհանուր առումով տոկոսային առումով Վրաստանի բնակչությունը, հայ բնակչությունը ավելի մեծ է Ֆրանսիայից։ Բայց թվականակով իրանք ավելի շատ են, բայց թվականակի հարց չէ, այստեղ տոկոսային ավելի կարևոր է։ Նու խոսքս ինչն է։ Ֆրանսիայի հայ հասարակությունը, հայ համայնքը Ֆրանսիայի քաղաքական կյանքում այնպիսի ակտիվ է, որ վերջին կառավարությունը, նախավերջին կառավարությունը Ֆրանսիայում ձևավորված է, այնտեղ կառավարությունը այս վերջում շուտ են փոխվում։ Այդ կառավարությունում Ֆրանսիայի 4 նախարարություն, 4 սամինիստրո ղեկավարում են էթնիկ հայերը։ Իսկ մենք Վրաստանում ինչն իրավիճակ ունենք, որտեղ ոչ բացարձակ կառավարությունում չունենք ոչ մի հայ ազգությամբ հայ ներկայացուցիչ, միայն ունենք խորհրդանում, որը բնական երևույթ է, ճիշտ արդեն պրոպորցիոնալ մակարդակ ծեսով են ընտրվում, բայց շատ բնական երևույթ է, բայց կառավարության մեջ այսքան 4.6% բնակչություն ունեցող եւ ներկայացուցիչ вообще չունենալ, նախարարի մակարդակով չեմ խոսում, նույնիսկ ցածր մակարդակներով, դա ամենամեծային փաստն է, որ ոչ լիարժեք քաղաքականություն նոր տվյալներ նայեցի, ինտերնետ սորետ հնարավորություն տալիս է, այստեղ գրված է, որ ներկայումս Ֆրանսիայում ապրում է մոտ 900,000 հայ։ Որնոր 9 անգամ ավելի շատ է, քան Վրաստանում։ 9 անգամ շատ է, բայց նաև Վրաստանի ընդհանուր բնակչությունը 9 անգամ կամ ավելի շատ անգամ ավելի քիչ է, 20 անգամ ավելի քիչ է։ 65 միլիոնից 9-ից ավելի, 2.7։ Կարող է ավարտել։ Իսկ այս խնդիրը քաղաքական կյանքի ակտիվ չլինելու մեջ ոչ լիարժեք զգալու խնդիրը ծագում է էլի կրթական համակարգից լեզուն չիմանալուց եւ կարիերան ըստ դրա ոչ միայն նաեւ քաղաքացիական ինստիտուտներից եթե մենակ կրթական համակարգը չվերցնենք, օրինակ վերցնենք սովորական քաղաքացին, որն չգիտեմ գալիս է Թբիլիսի, չգիտեմ ինչ որ անձնագրային խնդիրներով եւ այլն, ուղղակի ախալքալակյում էլ կար այդ խնդիրը, որ չեն տրամադրում թարգմանիչ հայերեն լեզվով, քանի որ այս լեզվի խնդիրը քանի որ գիտենք կա, հասկանում եք, դա ուղղակի խնդիրը, որի լուծումը շատ պարզ է, հա, ընդամենը մեկ թարգմանիչ տրամադրելով կամ երկու թարգմանիչ տրամադրելով համապատասխան սերվիս ստանալու համար
այդ արտարադատության նախարարության այդ ռեստրերին եւ այլն, որտեղ որ հիմնականում փաստաբանական է, չգիտեմ, հողի գրանցում, քաղաքացիության ստացում եւ այլն, այդ թեմաներով ուղղակի ընդամենը մեկ թարգմանիչ տրամադրելով, որպեսզի ստանան նրանք այդ սերվիս կոչեցյալը, հա, պետական սերվիս, որն որ յուրաքանչյուրի համար պետք է հասանելի լինի։ Ու հասանելի է, ուղղակի էլ գալով լեզվի այդ խնդրին, օրինակ չգիտեմ, մարդիկ 40 տարեկանից բարձր կամ 45 տարեկանից բարձր ունեն այդ խնդիրը, իրենք ավելի շատ ռուսերեն որպես օտար լեզու տրամա գիտեմ միայն ռուսերեն լեզուն, իսկ քանի որ Վրաստանի պետական լեզուն վրացերենն է, կար խնդիր Ախալքալակիում, որ Ախալքալակի արտարադատության տանը, որ իրենց եթե հայերեն լեզվով է մոդելում աշխատակցին, իրենց չեն տրամադրում, այսինքն իրենք չեն խոսում հայերեն լեզվով, իրենք խոսում են վրացերենով։ Ինչքան գիտեմ, այդ խնդիրը ընդամենը մեկ թարգմանչի կամ արդեն ովքեր որ հայ աշխատողներ են խոսում են սովորական հայերենով, ընդամենը այդ խնդիրը լուծվեց եւ դու կարող ես գնալ եւ ստանալ քո այդ այսպես ասած այդ սերվիսը, որն որ քեզ անհրաժեշտ է արտարադատության տանից։ Եվ այլն, դա ոչ միայն դա անհրաժեշտ է։ Այս խնդիրը ուզում եմ նշել, որ ուղղակի անհրաժեշտ այս խնդրի կեսներ, մյուս խնդրի, այս խնդրի մյուս մեծ բաժինը քաղաքական համակարգին է եկնում ու ժողովրդավարության մակարդակը։ Ուղղակի ինչ եմ ուզում ասել, դու որ հենց կրթությունն ես նշում, հա, նու այդ բացը կրթությունն իրենց բխող խնդիրն է։ Անկա Վրաստանի անկախությունից արդեն 33 թե 4 տարի անցել է, հա, 90 թվականից մինչև այսօր այդ խնդիրները եղել են այն ժամանակ էլ, այսօր էլ կան ու տարբեր, այսպես ասած, թաուբա սերունդ ունենք, չգիտեմ, այսօր եթե մեր հասակագիտները կամ մեզ փոքրները, ովքեր 1+4-ով սովորում են վրացերեն, բայց նաև ունենք մեր մամաների, պապաների սերունդը, ով որ ցավոք սրտի չունի այդ հնարավորությունը 1+4-ի կամ չգիտեմ ուրիշ ներգրաված են ավելի շատ գյուղատնտեսչական այդ ծանր աշխատանքի մեջ ժամանակ էլ չունեն տրամադրելու, որպեսզի այդ անցյալի բացը հետ բերեն կամ չգիտեմ եւ այլն, ու դրա համար այդ մարդկանց, չգիտեմ, այդ նույն սերվիսը ստանալու համար, չգիտեմ, կարող է ոչ արտարադատության տուն կարող է դա լինել սոցիալական նպաստ ստանալու համար, որպեսզի դու գնաս սոցիալական այդ համապատասխան շենք նպաստ ստանալու սոցիալական անապահովության համար, նպաստ ստանալու համար գնաս համապատասխան շենք եւ սկսես քո այդ թղթապանությունը տրամադրես ու ստանաս։ Այնտեղից եթե աշխատողը Ջավախքի մասին է խոսքը, էլի ախալքալակն ասում է, եթե հայերեն, բարձր որ կոմունիկացիան հայերեն կլինի, բայց թուղթը, որը դու ի պատասխան ստանում ես քո դիմումի, հա, դա վրացերեն լեզվով է։ Ու հիմնականում, չգիտեմ, շատ են դեպքեր, երբ որ չի թարգմանվում այդ թուղթը կամ համապատասխան ինֆորմացիա չի տրվում տեղում, օրինակ շատ են դեպքեր, երբ որ այդ թղթերով կամ չգիտեմ ինչ որ նամակով, մեսեջով հեռախոսին ստացած գալիս են թե թարգմանել ինչ է գրված, չգիտեմ, շատ անգամ քանի որ մեր բնակչության մեծ մասը ստանում է բանկային վարկեր ունի, վարկերը չմուծելու եւ այլ, դատարանից ինչ որ թղթեր է գալիս, հատ այսպես հաստ թղթապանություն, որտեղ որ իրենց անհրաժեշտ է թարգմանություն։ Հասկանում եք, դատական համակարգն էլ չի տրամադրում։ Իհարկե process-ի ժամանակ թարգմանիչներ տրամադրված են, բայց թղթապանությունը միայն վրացերենով է ու այսպես 10 թերթը 2 բառով ասելը այդքան էլ հասկանալի չլինի։ Այդ մարդիկ հիմնականում օրինակ եթե մեր գյուղում ես Չաբրեի, հա, իրենք պետք է, չգիտեմ, ինչ որ թարգմանչի, որ փողով է ծառայությունը, պետք է գնային այնտեղ մուզեին համապատասխան վճարեին իրենց վճարումը ու ստանային այդ թղթապանության թարգմանությունը, որն որ այսպես ասած հենց գալիս է նրանից, որ պետությունը մեզ չի տեսնում որպես լիարժեք քաղաքացիներ եւ ամեն ինչ թողել է այսպես ասած մարդու վճարունակության վրա։ Եթե դու չունես այդ 10 թերթի թարգմանության վճարելու ունակությունը, տնտեսապես էլի, քանի որ գիտենք աղքատության չափանիշը շատ բարձր է Վրաստանում, դա նաեւ բացառություն չէ էթնիկ փոքրամասնությունների դեպքում, որտեղ աղքատությունը նույնպես
ցուցանիշը շատ բարձր կամ գործազրկությունը եւ այլ եւ այլն։ Ու այդ ամենը թողնելով քո, այսպես ասած, բարի կամքին կամ դու թարգմանում ես ու ստանում ես թե ինչ էր գրված այդ թղթի մեջ ու համապատասխան քայլեր ես կատարում կամ դու այդ ամենը ուղղակի մնում ես այն ergo բառով տրամադրված ինֆորմացիային, որտեղ որ գրված է ու չես պաշտպանում քո իրավունքները ու չես շարժվում առաջ։ Ու կարող ենք այսքանով անդրադառնալ վերջի հարցին, ընդանուր, թե հայ երիտասարդների, այսպես ասած, երկրի այդ քաղաքական, սոցիալական կյանքի ներգրավման համար ինչ տեսլականներ ունեք, ինչ կարծիքներ ունեք, քանի որ դուք նույնպես երիտասարդներ եք, ներգրաված եք շատ ծրագրերի մեջ երիտասարդական, ակտիվ ուսանողներ եք, ունեք ակտիվ ուսանողական կյանք ու ակտիվ շփում ունեք այսօրվա ուսանողության հետ։ Ես արդեն երկար տարի է ինչ ավարտել եմ համալսարանը, բայց ծրագրերի շրջանակներում ես նույնպես շփվում եմ ուսանողների հետ, չգիտեմ, այսօրվա քաղաքական երկրում իրավիճակից ելնելով արդեն 1 տարուց ինչ որտեղ որ Վրաստանի այսպես ասած վեկտորը գնում է թե համակարգի ընդանուր pedagogan համակարգի վեկտորը, որը նոր գնում է դեպի ավտորիտարիզմի, դեպի դիկտատուրայի, որովհետև արդեն 6 ամսից ավել է ինչ ցույցեր են տեղի ունենում Թբիլիսիում եւ ոչ միայն Թբիլիսիում, Ախալցիխայում, Բաթումում, Քութայիսում եւ այլ մեծ քաղաքներում նաև մեր երիտասարդությունը սկզբնական այսպես ասած էտապներով ակտիվ ներկայացված էր այդ ցույցերի հակա այսպես ասած ավտորիտարական համակարգին ընդդեմ եւ այդ ամենից ելնելով ինչպես եք տեսնում ընդհանրապես էթնիկ փոքրամասնությունների երիտասարդների այսպես քաղաքական ու հասարակական մշակութայինը թողենք մի կողմ, մշակութայինի համար հետո կխոսանք, որովհետև այստեղ մշակութային մասով շատ մեծ խնդիրներ ունենք, ավելի լավը խոսանք հասարակական ու քաղաքական ներգրավվածության մասով։ Իմ կարծիքով, որպեսզի ել ավելի ակտիվ ընդգրկվեն այդ կյանքում, քաղաքական թե հասարակական, առաջին հերթին էլի պետք է նշենք լեզվական խոչընդոտի պետական լեզվի իմաստության խնդիրը, որը որ այդ խնդիրը լուծելուց հետո իրենց հնարավորություն ավտոմատ տրվում, որ իրենք են արդեն մոտիվացվում եւ ուզում որ մասնակցեն ակտիվ տարբեր թեկուզ ծրագրերում թե օրինակ տես ես նշեցի ավելի շատ տեղում այդ երիտասարդների հետ տեղում ովքեր որ կան, որ այդ լեզվական խնդիրը ունեն, շատ մեծ աշխատանքներ է պետք տանել, ոչ միայն, չգիտեմ, վրացերեն սովորել համար, օրինակ բերել, օրինակ կարող են բերել, չգիտեմ, էլի քիստերին, Բանկիսիում ապրող, Կախետիում, ովքեր տիրապետում են վրաց լեզվին, բայց ինտեգրացիայի պահով ունեն շատ մեծ խնդիրներ։ Դա գալիս է նրանից, որ իրեն պետական համակարգը չունի ինտեգրացիայի ճիշտ ծրագիր, հա։ Այսօր եթե խոսանք, ես ավելի շատ շեշտեցի այն, որ ուսանողական կյանքով ավելի շատ ներգրաված, նաև տարբեր ծրագրերի եք մասնակցում, ինչպես եք տեսնում, այս քաղաքական ու ընդհանուր հասարակական կյանքի մեջ ներգրավելու հենց այն ուսանողներին, հենց այն երիտասարդներին, ովքեր տիրապետում են այսպես ասած pedagogan լեզվին, տիրապետում են տեղեկատվությանը pedagogan լեզվով ու միևնույն ժամանակ ակտիվ չեն, հա, քաղաքական ու հասարակական հարցերով։ Այստեղ քաղաքականը խնդրում եմ մենակ այն չէ, որ, չգիտեմ, ընտրություններ ունենք բարձր թվականակ, ապահովված, որ գնում ձայն են տալիս ինչ որ քաղաքացիական ակտիվություն են քաղաքական կուսակցության կամ այն որ պետք է անպայման եթե քաղաքական ձևով ակտիվ պետք է լինես, պետք է անպայման ինչ որ պարտիայի աջակից լինես, հա, կուսակցության ինչ որ լրիվությամբ այլ բան նկատի ունեմ, օրինակ, չգիտեմ, մարտահրավերներ, որոնք վերաբերվում են ընդհանուր մեր այսպես հասարակությանը ու պետք է որ այդ մարտահրավերները լուծելու համար ինչ որ երիտասարդների կամ, չգիտեմ, օրինակ ոչ ֆորմալ կրթությունը բերել գյուղերը, ինչ որ ունենալ ինչ որ տեղ, որտեղ որ դու կենաս այդ ամեն ինչը քննարկել, խոսալ, հավաքման տեղ,
եւ այլն ինչ որ երիտասարդները չունեն գյուղերում հնարավորություն, չգիտեմ, գրադարան, այնտեղ լեզու սովորելու ինչ որ հնարավորություն, համակարգիչ կամ ծրագրավորում, թեկուզ սկզբնական էտապի համար սովորելու ինչ որ հնարավորություններ, որտեղ որ չկա համայնքային կյանք, չկա գյուղական կյանք, չկա երիտասարդների համար եւ այսօրվա այդ գյուղերի, այդպես ասած, թողնված գյուղերը, որտեղ որ տարեստարի ավելանում է այն երիտասարդների քանակը, ովքեր որ հեռանում են գյուղերից, այդ երիտասարդների, այսպես ասած, այդ ներգրավումը ինչքանով ներգրավվածությունն ու մասնակցությունը բարձրացնելու համար, չգիտեմ, շատ բարդ հարց է, բայց դուք ձեր օրինակից, օրինակ դուք լավ օրինակ եք նրա համար, որ չգիտեմ, այսօրվա քաղաքական իրավիճակ լինի, իրավաբանական համակարգ լինի, դատական համակարգ լինի, տեղական այդ ամեն ինչից տեղյակ եք, խոսում ենք իրար հետ, չգիտեմ, ոդկաստ մինչև սկսելը 3 ժամ իրար հետ ես հետոն ու հենոն ինչ որ արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքականություն ու հարևան պետությունների քաղաքականություն քննարկեցինք ամբողջությամբ ու մի երկու խոսքով ավելի շատ այդ ամենի վրա կենտրոնանանք, հա, այս լեզվի մեկ հասկանալի է լեզվի խնդիրը, բայց այն ուսանողները, ովքեր կամ այդ ուսանողները ինչի ցանկություն չունեն նորից հետ վերադառնալու հասարակական կյանքով, երբ որ իրենք տիրապետում են լեզվին, չգիտեմ, եւ այլն։ Նույն կարծիքով այս խնդիրը գիտես ինչու հետ է կապված, եթե երիտասարդը կամ քաղաքացին տիրապետում է պետական լեզվին, պետական լեզվով ստանում է ինֆորմացիան, բայց այս գործընթացներից էլի խորթ է մնում ու տարածված, այստեղ ըստ ինձ հիմնականում 90%-ով գործ ունենք այսպեսի խնդրի հետ։ Քաղաքացին Վրաստանը որպես իր հայրենիք չի ընդունում։ Եթե դու երկիրը չես ընդունում որպես քո հայրենիք, դու չունես երկրի հանդեպ պարտականություն, քաղաքացիական պարտականությունները կատարելու զգացմունք, բացասակ չունես։ Այսինքն դրանից բխում է ընտրություններին չմասնակցելը կամ քո ձայնը չգնահատելու քաղաքականություն, այսինքն կապ չունում ես տանից ձայն, այսինքն դու չես հետաքրքրում, քեզ չի ուզում քո երկրի ներքին եւ արտաքին խնդիրները, այսինքն օտարացված ես դու։ Հիմնական խնդիրը ըստ ինձ կապված է այս ամենի հետ։ Եվ այսինքն ինչ վերաբերվում է ցույցերը, նույն խնդիրն է։ Դու երկրի խնդիրը քեզ չի ուզում, թե ինչու համար են այդ մարդիկ ցույց անում, քեզ չի ուզում, որ Ռուսաստանը թշնամի է, քեզ չի ուզում, որ երկիրը գնում է դեպի ավտորիտարիզմ, դեպի Ռուսաստան, որովհետեւ Վրաստանը քո հայրենիքը չէ, այսինքն դու պարտականության զգացմունք բացարձակ չունես, քեզ համար օտար է։ Այսինքն այդ մենտալիտետը քոնը չէ, միայն լեզվով չես կարող դառնալ այս երկրի լիարժեք քաղաքացի։ Այսինքն մշակութապես պետք է ինտեգրվել, հասարակապես, քաղաքականապես։ Բացի այդ նաև չէ՞ այդ խոսքը տամ քեզ։ Բացի այդ նաև կարելի նշել այն, որ նաև պետությունը համակարգը, կառավարությունը չունի, այսպես ասած, կոնկրետ Ну, ես այս ինչ խոսում եմ, միայն քաղաքացիների վերա չեմ բարթում։ Այս երկու մասի է բաժանում։ Հենց դա եմ կառավարություն, որ մենակ քաղաքացիները, այսպես ասած, մեղավորը տեսնել չէ, հա, ավելի շատ պետությունն ու համակարգը ընդհանրապես չի առաջարկում քեզ, օրինակ, քաղաքականապես կամ ակտիվ հասարակություն ձևավորել ինչ որ օրինակ, կոնցեպցիա կամ ինչ որ նախադրյալներ, հա, որոնք ավելի շատ կներգրավվես, այդպես ասած, հենց այդ process-ի մեջ ու ինչ որ օրինակ կլինես եւ այլն, այլ այսպես ասած բաց թողնված է, հա, այդ ինտեգրացիայի մասին եթե խոսենք, սոցիալիզացիայի մասին եթե խոսենք, այդ ամենը բաց թողնված է եւ թողված է բախտի կմահաճույքին, հա, օրինակ չգիտեմ, շատ քիչ են հայ երիտասարդների մեջ երիտասարդներ, ովքեր ձեր նման կամ իմ նման հետաքրքրված են ինչ որ հասարակական process-ներով, չգիտեմ, իրենց կարծիք այսպես բարձրացային արտահայտում են եւ այլն, ու այդ քչությունը տանելու է այսպես ասած լռության, հա, եւ վերջնական, որոնց անթույլատրելի է մեր ոդկասթներից այսպես ասած հիմնական նպատակն էլ հենց այն է, որովհետեւ այս մասին խոսանք, այս խնդիրները իհարկե հենց այդ որ մենակ մենք գիտենք, շատերը գիտեն այս խնդիրների մասին, ուղղակի բարձրացան չեն խոսում, չգիտեմ, մենք մեզ ինչ որ թույլ ենք տալիս ինչ որ ձևով այս մասին խոսելու։ Ես կուզենայի իմ փոքր փորձով կիսեմ, թե
ինչը ինձ շատ օգնեց, որ ել ավելի ակտիվ լինեմ, ակտիվ մասնակցեմ թե հասարակական թե քաղաքական կյանքում, այդ ոչ ֆորմալ կրթություններ ու ոչ ֆորմալ կրթության դերը շատ մեծ է, սկսած դպրոցական տարիներից մինչև այսօր ես ասենց ասած բայց չեմ թվում ոչ մի հնարավորություն ոչ ֆորմալ կրթության առումով, որ մասնակցեմ տարբեր ծրագրերի, տարբեր միջոցառումների, որտեղ որ պարզ ասած քեզ ստանում ես ինֆորմացիա, թե ինչի է կարևոր, որ մասնակցես եւ լինես ակտիվ։ Քննադատական ունակություններն է զարգացնում եւ ամենը հասկանալով արդեն ավտոմատ սկսում ես վերլուծություններ ինքդ քեզ անես, որ Վրաստանի քաղաքացի ես, ապրում ես Վրաստանում, Վրաստանը քո հայրենիքն է, իհարկե Հայաստանը չենք ասում հայրենիքը չի, ավելի պատմական sense հայրենիքն է, քանի որ բայց իրավաբանորեն պարտականություններ դու իրավունքները բխում են իրեն Վրաստանից։ Ահա։ Ու այդ ամենը հասկանալով սկսում ես ակտիվ մասնակցել, կարող է սաղի նման, իրար նման կարող է սաղ ակտիվ չլինեն, իհարկե տարբերություն կլինի, բայց հաստատ օգուտ է ու Իմ կարծիքով նաև մեկ խնդրեմ ուզում անդրադառնալ ուսանողում ավարտել դպրոցներում քաղաքացիական կրթության պակասի մասով իհարկե կա այդպիսի առարկա քաղաքացիական կրթություն բարձր դասարաններում է ինչքան գիտեմ նաև հիմա ցածր դասարաններում անցնում են ես եւ հասարակություն այդպես ինչ որ առարկա մեկ այլ ուրիշ առարկա նույնպես կա որ նոր քեզ որպես լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, բայց այստեղ նույնպես էլի նույն խնդրին ենք բախվում, այստեղ էլի չունենք համապատասխան ուսուցիչներ, շատ դեպքերում օրինակ իմ դպրոցական տարիներից հիշեմ, շատ դեպքերում քաղաքացիական կրթությունը այսպես ոչ թե որպես քաղաքացիական կրթության դասընթաց էր, հա, այլ չգիտեմ, դուրսը սպորտով զբաղվելու կամ չգիտեմ, այդպես ազատ ժամանակ անցկացնելու դպրոցում ինչ որ այդպիսի ու մենք նույնպես քանի որ չկար ուսուցչի կողմից այդպիսի բարձր պահանջ քաղաքացիական կրթություն սովորելու մեր մոտ նույնպես չկար հետաքրքրություն, օրինակ, չգիտեմ, բոլորն էլ աշակերտներ եղան, ավելի շատ էր այդ դասին այդպես ազատ անցկացնել կամ ինչ որ ուրիշ թեմայի տրամադրել կամ դուրսը սպորտով զբաղվել, քանց թե հենց քաղաքացիական կրթություն ուսումնասիրել ընդհանուր կրթության մասին առանցին կխոսենք, բայց իմ կարծիքով մեկ կարևոր խնդիրներից մեկը նաև սա է, որ չունենք համապատասխան նորմալ մասնագետներ, շատ կարևոր որտեղ որ այսպես շատ թույլ է զարգացված կամ չկա այդ հասարակական ակտիվ հասարակությունը կամ կոլեկտիվ ակտիվ հասարակությունը կամ ներգրավում դեպի քաղաքական ակտիվություն եւ այլն իմ կարծիքով հիմնադիր խնդիրներից առաջին խնդիրներից մեկը հենց այն է որ այդ քաղաքացիական կրթության մասնագետների եւ ընդհանրապես դեպի քաղաքացիական կրթություն այդ դասընթացի ասած пассивություն, հա դա նույնպես առաջացնում է, չգիտեմ, էդիկը դպրոցական տարիներից ինչպես նշեց ակտիվ ոչ ֆորմալ կրթական ինչ որ process-ներ մասնակցել, բայց շատ գյուղերում, շատ քաղաքներում այդ հնարավորությունները չեն օգտագործում, քանի որ չունեն ակտիվ քաղաքացիական կրթություն ուսուցիչներ։ Կամ հենց դպրոց ինքը չի առաջարկում այդպես ասած ակտիվ քաղաքացիական կրթության դասընթացներ, որոնք որ ոչ միայն կլինեն, չգիտեմ, ինչ որ իրավագիտության դասակերկից դուրս կլինի նաև պրակտիկ, որտեղ որ իրենք ավելի շատ կծանոթանան իրենց իրավունքների ու ակտիվ հասարակության ինչ որ շերտերի հետ։ Եթե ավելացնելու բան չունեք այս թեմայով, կարող ենք այսօրվա այսպես մեր ոդքասթը եզրափակել։ Իմ կարծիքով հետաքրքիր ընթացավ մեր զրույցը այս մոտ 1 ժամվա ընթացքում։ Սա մեր առաջին ոդքասթն էր այս ֆորմատով եւ այս ամենի համար կազմակերպելու եւ աջակցելու համար իհարկե մեր շնորհակալությունն ենք հայտնում գործընկերներին Մաուց Խեբելի հեռուստատեսությանը եւ Շվեյցարիայի դեսպանատունը, որ աջակցեց այս ոդքասթը շարունակելու եւ ակտիվ թեմաները քննարկելու եւ տեղեկատվությունը հասցնելու մեր ունկնդիրին
քանի որ մենք հայերեն լեզվով ենք խոսում այս ոդկասթում, հայերեն լեզվով ենք տարածում այս ոդկասթը, հնարավորություն կտա մեր հայտնիկ հայ բնակչությանը լսելու եւ իրենց խնդիրների մասին եւ ընդհանրապես ակտիվանալու եւ ինչու նաեւ կարող են եթե հետաքրքիր այսօրվա մեր խոսածած ինչ որ հետաքրքիր թեմաներ լսեցին եւ ուզում են իրենց կարծիքը կիսել կարող են նաեւ կապնվել մեզ հետ եւ հյուր լինել մեր ոդկասթին